հասկացան մենք որտեղ ենք, 2 օր առաջ էինք այստեղ եւ ձնաբրթիչ մեքենան 9 երեխա ունի, ծորներ մասներ չենք խոսում։ Պաշտպանները նիմանդոր եմ։ Հա դե մա դու իրան։ Գորուս չեմ տվել։ Ավալն էլ ուսումնացել են մի քիչ, հա։ Հիմա 3 երեխաներն են, ծերը ռուսաստան։ Այն հետ շատ եմ շոկ ապրում։ Հիմա մենք գտնվում ենք Կարաբեզու Կոշկեզյան։ Հիմա կոմիկներն են եղել, թե մարդ է եղել, չգիտեմ։ Ահա, ունի 56 երեխա։ Ողջույն ընկերներ, իմ լավ ու բարի հետևորդները արդեն հասկացան մենք որտեղ ենք եւ եթե հասկացաք ուրեմն գիտեք որ Վարդենյաց Լեռնանցքը հաղթարեցինք եւ գնում ենք հիմա ուղիղ Գեղովի գյուղ որտեղ մենք ունենք շատ գեղեցիկ անակնկալ բայց մինչ անակնկալին հասնել են սկսենք այս պատմությունից հապա նայեք ճանապարհի գեղեցկությունը ինչ ձև են մաքրել 2 օր առաջ ենք այստեղ 2 օր առաջ էինք այստեղ եւ հիմա տեսեք փոփոխություն մաքրել են հետևում են ճանապարհի մաքրությանը ամեն ինչ հիանալի է ուղղակի հիմա ստացել են մի տեսարան որ շատ հաճելի է նայվում գեղեցիկ կտրել են ձյունը պատ են ստացել կարծես հրաշքների աշխարհում լինես ես զգում ես անվտանգ ու վայելում ես բնության գեղեցկությունը ինչպես նաեւ մարդու ստեղծած գեղեցկությունը ու նայում ես աճ այս պատին անգամից գեղեցկությունը նկատելի է շնորհակալ ենք ճանաչին շնորհակալ ենք նաև հրկարարական վարչությանը որ ուղղակի արեցինք նրանք եկել են մոնիտորինգ են հասկացնում այսինքն մի բան հստակ է որ նրանք ուշադիր են որ այս ճանապարհը լինի անվտանգ Ուլալիսու էտանցիր բարդու դժվար ճանապարհ Ուլալիսին սրտաբաց շիտակ է արդար Էրզրում ծուարյուն է մեր երակներում հոսում Պապիս պատմած երկիրը մեզ է սպասում Շնորհակալ ենք ու զգացված մենք ասում ենք մեր շնորհակալական խոսքը ապրեք ընկերներ եւ հիմա արդեն խոսում անակնկալի մասին Գնում ենք անակնկալներ, որ ակտոսով եմ հիմա չմտածեք որ այս դեպքում դե ուղղակի որ ձունա աշկերս ցավում է, սենց եմ անում, հիմա ասես չեմ անում, որ դնում եմ պես չեմ անում։ Եկել ենք 9 երեխաների զավակների մայրիկի ծննդյանոր շնորհավոր ենք։ Պատկերացնում եք, հերոս մայրիկի ենք եկել շնորհավոր։ Եվ ինձ անձամբ շատ հետաքրքիր է նա ինչ տեսնում է։ Ուզում եմ տեսնել նրան, անակնկալն անենք, ուրախացնենք, այսօր նրա օրն է, եւ նա գտնվում է Գեղովի գյուղում։ Մարտունի Գեղովի գյուղ Բարև ձեզ, լայքեք բաժանորդագրվեք տարածեք, իսկ մենք շուտ-շուտ կգանք ձեր գյուղ։ Առանց այդ շուտ-շուտ գալիս անցնում ենք, բայց այս անգամ էլ չենք անցնելու։ Այսօր այս տեսանյութը հենց Գեղովիթի մասին է։ Գեղեցկություն, ճանապարհը արդեն բաց է համարյա։ Բայց սա ամեն վարդեն կարող է փոխվել, եթե լինի որ այնպես որ սարքայնան։ Հարգելի ընկերներ, ես միշտ ուսումնասիրում եմ մեր մեկնաբանությունները, նայում եմ, կարդում եմ ով ինչ գրում է, ես անտարբեր չեմ անցնում, կարդում եմ, լսում եմ այդ խորհուրդները, նաև նկատողությունները, եւ այսօր ունեցանք մեկ նկատողություն Արամյանցի դղյակի տեսանյութի տակ։ Մի շատ խելացի մարդ էր, ասեմ ձեզ, հայատար, գեղեցիկ, ճիշտ գրել էր, ինձ նկատողություններ էր արել, թեթև ինչ հագցրել էր Բախտիքարին, ուրեմն Ես ուղղակի մի բան եմ ուզում ասել նման մեկնաբանություն գրողներին, տեսեք, ես չեմ նեղանում, դուք ինչ ասում եք, ես ընդունում եմ, որ ես ճարտարապետության մասնագետ չեմ, որ լիքը տերմիններ հնարավոր է սխալ օգտագործեմ, ես դա չեմ ժխտում, ես չեմ ասում, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց երբ որ նկատում եք այդ սխալները ինձ հագցնելուց հետո Քարին Բախտի, խնդրում եմ նաև գրեք ձեր տեսածը, եթե դուք հասկանում եք այդ ոճից, այդ կառույցից մեկնաբանություններում դա գրեք։ Ձեր էներգիան ժամանակը ծախսեք մարդկանց օգուտ տալու համար, այլ ոչ թե մի հոգու Բախտիքարին նստեցնելու համար։ Խնդրեի, հենց դու բարեկամս, ես աննտ էլ չես գրել, որ աննտ ասեմ, բայց բաներ էլի, մտի մտ ընդե սիրուն քո իմացածով նկարագրի այդ շինության ճարտարապետությունը, դիզայնը եւ այդ ամենը, մի խոսքով ընկեր։ Նման բաների վրա խորացեք, թե չէ ինձ բան ասելուց ձեր մոտ ոչինչ չի ավելանում։ Բայց երբ որ օգտակար մեկնաբանություն գրեք, ձեր մոտ կավելանա հավատացած եղեք, ձեզ կլայքեն, կհարգեն, կգրեն շնորհակալություն։ Իսկ հիմա հենց այս պահին Գեղամալ լեռների
գեղեցիկ սպիտակ սավանն է մեր առջևում։ Տեսեք, երկինքն ու երկիրը հիմա սպիտակ են եւ կարծես անվերջության մեջ լինենք հիմա։ Կարծես Ալիսան հրաշքների աշխարհում լինենք ուղակի տղաներով։ Ալիսան այստեղ անելիք չունի, այստեղ մենք ենք անում։ Ալիսա, դու գնա քո հրաշքների աշխարհ, իսկ մենք մեր հրաշքների աշխարհում ենք, որտեղ ամեն ինչը սպիտակ է, բացի ստոլբաները։ Էլեկտրասյունները, հենասյունները, այո, տեսեք, ինչ հետաքրքիր է։ Սպիտակի մեջ ենք ընկերներ։ Երբեմն ասում են դրախտն է այսպիսին։ Լրիվ սպիտակ եւ մաքուր հոգիները այնտեղ են հայտնվում միշտ։ Ես նամյոք չեմ անում, հանկարծ չմտածեք իս դրել եմ մաքրամաքուր հոգուտեղ, բավականին հեռու եմ դրանից, բայց փորձում եմ մաքրվել մեղքերից եւ իրավաբանական ակտերից։ Ընկերներ, այստեղ սյուներ կան, էլեկտրական սյուներ եւ միանգամից հիշեցի թե երասխահունի արագիլներին, թե ընդյուրամիջը մյուս յուղի արագիլներին, որ սների վրա բույներ են կառուցում։ Դե արագիլներ, տղայք եկեք ստե սարքեք, ինչ եք գնացել, սա արմավիրի մարզը սարքեք ձեր բունը։ Եկեք ստե սարքեք, տեսեք ինչ ընտիր ստոլբաներ ունենք։ Ընտիր, մեկը մյուսից լավը, ուղիղ, վերև եւ իհարկե անվճար, այստեղ բարձր չեն ուզում։ Եկեք այստեղ մի քիչ բույներ սարքեք, հյուսեք։ Ահա, ձնաբրդիչ մեքենան դուրս է գալիս աշխատանքի, ինչի համար մենք կշնորհակալություն հայտնենք այսպես, տեսեք, այսպես, ավարյոննիով։ Գեղովիտ, բարև Գեղովիտ, Գեղովիտի հրաշալի գեղեցիկ մուտքը Եղեգնաձորի կողմից, բարդիները, կլոր ֆարը, որը հել է կանգնել անդե, չգիտեմ ոնց։ Դա ես էլ եմ, ես էլ կարեմ պրինցիպի, լավ, խնդիր չի։ Տեսեք հրաշալի մի բնապատկեր են ստացել գեղովիցիները այս ծառուղիով։ Տեսեք ինչ գեղեցիկ ծառուղի է, սա երբ որ կանաչում է, նմանը չունի։ Մեր տեսանյութերի մեջ, որ նայեք կտեսնեք կանաչած վիճակում, այնպես որ ունենք մենք նկարած կանաչ այս ծառերը, հիմա էլ ենք նկարում, որ կանաչ չի, բայց սիրուն է էլի։ Հրաշք, ապրի այս գաղափարը իրագործողը, ստեղծագործողը։ Նվիրյալները սասկին տվեր, նրանք գնացին դեպի սահման։ Իտալական ապարատից գերմանական մեքենայի մեջ ու սպասենք միշտ կապնվեն մեզ հետ, որ գնանք անակնկալ անենք։ Ընկերներ, հիմա մենք գտնվում ենք Գեղովիտի Թուխմանուկ եկեղեցու դիմաց եւ այստեղից սկսում ենք մեր գեղեցիկ ճանապարհը դեպի 9 զավակների մայրիկի մոտ, այսօր նրա ծննդյան է եւ մենք նրան բերել ենք գեղեցիկ տորթ ու ծաղիկի զավակների կողմից, հայտնենք շնորհակալություն, կյանք, որ զավակների կողքից անպակաս լինի։ Իսկ հիմա մեզ ուղեկից է այս ճերմակ Նիսանը, ով մեզ կտանի կհասցնի հասցե։ Մենք էլ մեր շնորհակալությունը կհայտնենք եւ հենց հիմա էլ հայտնում եմ, ամեն ինչ ուղղակի գեղեցիկ է։ Ահա, կախվանք գյուղա մեջ։ Երբեմն մենք իրար նման ենք զիջում, դրա համար թեթև ինչ խփում էին, խփալ, ուզում էր մի ախպերս, մեր հովասապի Կարենի խանութն է, հովասապի Կարեն բարև, ոնց ես Կարեն ախպեր, լավ ես ամեն ինչ, հեսա հետ գալուց տենանք Կարենը ստեյա, մի քիչ խոսանք, շփվենք մեր գնանք, ստեյա, հա, դե կգանք մեր Կարեն ախպոր մոտ, գանք տենանք ոնց է, տեսեք գնում ենք այս թաղերը հաստատ շատ մարդիկ կան, որ դրսում են կարոտած կլինեն, տեսեք ինչ տեսք ունի այս պահին, կլոր ֆարերը անպակաս են Գեղովիտում, մեկն էլ է ավելացել։
եկած մեր փորձնա Մենք արդեն գնում ենք, ուղեկցում են մեզ դեպի ձեր տուն։ Լավ, Ստեփան ջան, դե գնացի։ Դե հիմա ասեք մայրիկի անունը, կասեք։ Համայնիկ չէ, այդիկա, անում ենք Արտիկա, Ստեփան ջան։ Հա, 9 երեխի կողմից։ 9 երեխի կողմից։ Այսինքն պապայի ծնունդն է։ Հա, պապայից եմ։ Շատ բարի, լավ։ Լավ։ Սա էլ Գեղովիտի սիմֆոնիան է, ընկերներ, ուղղակի մի քիչ ավելի քաոսային սիմֆոնիա է, բայց դե իր գեղեցկությունն ունի։ Եթե ուզում ես տրամադրությունը տուղվի լավ հում Քեզ սիրով հրավիրում ենք ու տանկյուն Այստեղ շպիտներն իրական Ես ձեզանից մեկը անակնկալ ես ուզում իրենք կան Սա մի հաշկ է հայկական Կարող է տապվիրել անգամ Ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան Այերը ու Պտույտներ ենք անում, ընկերներ։ Ձների վրայով, սահելով։ Ես քո։ Հա, սահեց, մտավ բանի մեջ։ Մտավ կոլոնը։ Էլի մտավ կորը շիտնա ջարտելի մարը։ Դուք եմ ասում շիտը ջարտելի է։ Ստե մի հատ որոշում լուծում կա Վարդան։ Չէ, իրեն ձունը մաքրենք դուրս գան։ Արա։ Ապե լապատկա չկա։ Մտան բան է էլի ես, հա որ բերես մաքրենք դուրս գամ, աղբեր։ Արի հելը տես ինչ այլ է Վարդան։ Ընկերներ Գեղովիտում իմ մեքենան ինչպես միշտ տարական պայմաններում տարավ մեզ ու Կոշկեզյանը։ Տեսեք, բարև ձեզ, ոնց եք, լավ եք։ Ու այստեղ մի քիչ տեսարան կա, որ չէի ուզի դու նկարեի։ Հիմա կովիկներն են եղել, թե մարդ է եղել, չգիտեմ, բայց եղել է։ Հա, մարդիկները։ Ինչ հրաշալի տեղ է, ես վայելում եմ հիմա։ Հա? Դե ինչ տարբերություն եմ, ենա պլապատ կամ բերին, սիրում մաքրում ենք, ավտան դուս է գալի, տեսեք ընկերներ, ուղղակի սահեց ու եկավ հենց ես կոլոնի մեջ։ Կան ինչով։ Չէ ես կմաքրեմ ենա։ Ապեր ինչ լավ ես արե դու Նիսան ես կշում։ 1000 բարին։ Տուր ես մեկ ինչ մաքրեմ էլ լավ պետ։ Վարդան էդ պահը ֆիքսել ես, բայց որ ու ինչա կատարում ստե։ Հա? Հա, որ փորձել եմ ջարդեմ։ Մնում է դուրս գա, էլի։ Ահա, կամ էլ ջարդել ենք արդեն, չգիտեմ, բայց որ ջարդվել ձենը կգա, չէ։ Հիմա փորձենք ինչ-որ ձև դուրս պրծնել այս։ Հե? Արդեն դե բան արել, դու տորթի հարցերը լուծի։ Աղբեր պուսկի վերա ավտոն լրվել է, բան ենք, բուքսավատ ենք ամ, աղբեր կայմիկ չէ մենք անենք, էլի։ Հələ կայն զատնի դնեմ ես։ Ենք ում աղբեր։ Թողտի այն հետ ծանրության աշմի։ Ապա, դուրս եկանք ընկերներ, դուրս եկանք և փրկվեցինք այսօրվա այս խառը վիճակից։ Ինչ ես ջարդում մեքենաս Վարդան։ Վարդանը իր դժգոհությունը հայտնեց մեքենայիս և հիմա մենք գնում ենք լավագույն հայրիկին, աղբեր դե իշտենք ձեր տամոտ կայնենք ու կազմակերպենք գեղեցիկ առիթը։ Ընկերներ, այս գեղեցկագույն տորթը
հիմա հայրիկին կուրախացնի երեխաների կողմից։ Վերջանում ինչ իրանալի է։ Մեր մեքենան մեզ երբեք էլ չի թողել ճանապարհին։ Մենք գիտենք, որ այսպես է լինելու։ Լսի աղբեր, տորթը պապային, ծաղիկները մամային, չէ՞։ Տորթը պապային, ծաղիկները մամային։ Մաման չկա, կատին է, իմ պապին է։ Ահա, հա էլի։ Աղբեր, ես տորթ ծաղիկ չեն ուզե։ Չգիտեմ, ծաղիկել են ուզել։ Ծաղիկը բամ համար են ուզել, կան ճշտեմ։ Մեզնից ծաղիկել են ուզել, էլի։ Հե, ինչ ենք անում հիմա, ասեք։ Բարև ձեզ։ Հա, ինչ եք մտածել, ծաղիկի բամ, ինչ եք մտածել։ Չի, բեր է սաղիկը, նին երեխու կողմի, Որ պապին լավ է, հա, հա։ Մենք շնորհակալ։ Հա, լավ, դե վсё, ոնգավ տեղը սա։ Հա, շատ ուժեղ է լավ։ Ես ձեռնմանու Հարսիկին եք դարի ոչմ։ Ա, դե դու գնացեք ներս, որ դուք ծաղիկներ եք ստանալու, որ պապին լավ է, գառնիկ պապիկին լավ պայեք։ Ընկերներ, գառնիկ պապիկը քան տարեկան 90 ամյակն է այսօր գառնիկ պապիկի եւ տեսեք ոնց է մեկը մյուսի հետ համա հա 89, ապա ես 90 ասեմ էլի 89 տարեկան, բայց 90-ին մոտիկ է եւ 90-ին մոտիկ է արդեն դառնում է 90, 89-ից անցնում է 90 եւ ինչն է կարեւոր ընկերներ, նա ունի 9 երեխաներ, 9 հիանալի երեխաներ, ովքեր նրան շատ են սիրում եւ ուզում են որ նա առողջ լինի եւ ուրախ, իհարկե առողջ նրանց գլխից անպակաս։ Հիմա գնանք գառնիկ պապիկից սկսենք շփվել տենանք գառնիկ պապիկը ինչ կասի 90 տարիների մասին մեզ, հա։ Լրիվ տեղնա, չէ։ Գառնիկ պապիկը լրիվ տոշնյա, չէ։ Երեխա։ 9 երեխա ունի, թորների մասին էլ չենք խոսում։ Ստեղա գառնիկ պապիկը։ Բարև ձեզ, հարգելի հավաքված մարդիկ։ Ես էլի չելի մեծ աղբերն է, գառնիկ պապիկն է, հա։ Գառնիկ պապիկ։ Հազար բարին, ոնց ես։ Կամանց ձերորոշություն։ Շատ լավ ասի։ Ես լավ եմ, այդ լավ է, որ դու այդ դրա մասին մտածում ես։ Ծննդը շնորհավոր լինի այսօր քո։ Շատ շնորհակալ բոլորից, ծնողներից, գայլուներից։ Որ մի գնացած անցյալներին, անտեղներ գնացած մնացելանքից պիտի դրական եղին, բացական չեղին։ Հաստատ, այդ ինչ լավ բաներ ասում պապիկը։ Վերջական տարիք եմ անցկացրել։ Տարիքի հետ ընտանիքից մեծ տեղալ ուսմայթեղ եմ։ Պաշտպանել եմ իմ անդորը։ Իմ գեղեցկություն իմ անշնորհությունը ոչ ոք գիտեն, թե գեղեցիկ եմ ողջերի տղաջան ապրես։ Դու էլ լավ ես, պապի ջան, ես ինչ լավ պապի ես, դու ես չի ես քեզ շուտ չեմ ճանաչել, հա։ Ծնունդը շնորհավոր, լավ ըրնես, առողջ ըրնես, քեզ շատ են սիրում քո 9 երեխաները։ Դու անցյալներին լինում։ Դե, փչի դու էտա։ Դե ծափեր տվեք։ Դա ով է ուզում պապին գրկի։ Պապին ով է ուզում գրկի, մեկը դելեք է գրկեք։ Քունես մանացել օտար հողում կարող Դա այդ հարստությունը։ Քանի գիշեր անքունես մանացել օտար հողում կարող Պապի, լավ ես տորթս ես տամ, այս ես կարաս բերցես։ Չես, հələ արի փորձ էլի, ես կօգնեմ քեզ, հələ բռնի։ Հա, ոչինչ։ Դες, պահեց, վсё։ Այս քաղցրությունը պետք է դու վերցնեիր, էլի, վсё։ Այնա ձիգ բռնել ես չես թողում, ասում եմ չեմ կարող վերցեմ։ Կարում ես դավել։ Այդ լսի, գիտես ինչ ենք անում։ Հիմա հարցիկի անունը ի՞նչ է։ Ալվինա։ Այս տանք Ալվինային համաձայն ես քեզ լավ պահում է ասում եմ։ Շնորհակալ են, հա դե մա դու իրան։ Էդի քիչ է։ Դե ոչինչ, էլի շտանք, հələ բերեք։ Այս ես հələ վերց քո ձեռից թող վերցնի մեր Ալվինան։ Վերց։ Բոլոր հարցը, բոլոր ընտանիքին մի հատ տեսակ չունի։ Դե վերցրից։ Գոյեն։ Մին հատ ունեմ, մին հատից մի հատ կորուս չեմ տվել։ Ազնացություն ընտանիք են։ Դիցունը վեց հատ տոր ունիմ։ Բա,
İnat երեխա ունին։ Բայց այն մեկ մի մարդ է իշքան սերունդ կարատա։ Շուաստալ դեր ժանտավություն տա և ժանից կյանք տա, ով կրիք սեղանից մշտական մինչև իմ մահանել կրղավ ունի։ Լավ ալնեն լուսավ, հա դու ուժեղ պապի ես։ Ծապ ենք տալիս, հա։ Papi, Ալցենա մեր թորնա մաշնորը։ Թորնա։ Մեծ թորնա։ Իմ արև գիտեմ բանը, տղանը։ Եթի դերում գնացիր։ Ստեփան ջան, ես տանից 10 Շնորհակալ եմ, շատ քույր եմ, բախտավոր ապրի, երջանիկ ապրի։ Düşer tenetik lorel, düşkanlar köprüsü lorel. Arsencan ne haber? Ne haber papican? Kul haberi. Amena karıvarım biz karıçı dahi. Çorrocu tünere kenarı verarız korsun. Arsen sakın hırsızı. Madem bana kaldı meşemet, yarı meşe kişi kurt. Larrocu tüşkeydi tüne tanasını itarekan. Добрый. Спасибо большое. Что знаешь, можно сказать, спасибо. Հայրիկյան քս քեզ տամ հպարտեմ քանի կամ սխալներս ներիր ինձ փոքր համարիր հայրիկյան քս քեզ տամ հպարտեմ քանի կամ Ոնց որ հրաշք գտած է։ Մշտական երջանիկ մնաք։ Մի հոգին 56 մարդ է լույս աշխարհվել է։ Նվիրել կյանք։ Մեկ հոգին։ Այնպես որ ամուսնացեք, Վարդան ամուսնացի։ Շողությունից գործերեմ չկարամ գտին։ Մեկը դենալ գործերստենք ծորներ։ Բա ոնց որ տես ծորները արդեն ծուլացել են մի քիչ, հա։ Добрый. Ծորները ծուլություն են արել, ծորնիկներ շատ չկան։ Ո՞ս թորան։ Թոր։ Հիմա որ նոր զանգեր էր պապի էր ասում։ Մեծ աղմենա, մեծ թոր։ Մեզ թորի։ Ինքն էլ թոր ունի։ Arsen Ülcan Tükelet. Այս բաժակները լցեք կանգնել եք։ Պապին օգնում եք որ խմի։ Պապատի խմա։ Papi ջան։ Պապը ես ձերդ ոնց որ ավելի հանգիստ է, սրանով խմի։ Հա, այնի ոնց որ լավ ազգում իրան։ Sağlık. Էսի պատմական պահ է, մի Անուտ. Երկս հասնի մեր բանդուղթ հայրերին վերադարձեք ձեր թողած հայրենին Երկս հասնի Hasan Caner'im. Şart koyayım. Şart nuragaluşun. ուրախ Şart gınazatlerim. Şart papyerim. Şart aterim. Börnur arroz. Unan gınazatlerim hangisi? Պապի, ալեսի։ Բանը, արագ խմելը ճիշտ է, չէ։ Küçük. Հա, արագ պետք է խմես, չէ՞ որ նորմալ երկար ապրես։ Geldi kutunca netker hımerem morçumerem. Hımem. Vovcayın. Sen hımaz ne almışlar? Դե հիմա շամպայն եք խմում, ոչ ճիշտ որ արագ չկա։ Ura orxatı qalsın ikinci kere olarak hımer. Vovcayın. Մեծ աղջիկը։ Εμείς παίζει πόκερνα. Այսինքն երեխաներն եք։ Հիմա 3 երեխաներն ես դե։ Երկու աղբեր, 3 աղջիկը ստեղ են, 4-ն էլ դրսերը Ռուսաստան։ Սա քուր աղբերներով եք հիմա։ Բա, երկու տղան ստեղ են։ Այնա, դուքով կայնել են։
Դե մենք ձեզնից շնորհակալ ենք։ Հայրիկ կյանքս քեզ տամ հպարտեմ քանի Անկեղծ գնում ենք, ոտներս խերով, պապի, գարնիկ պապի, լավ մնա, որ 100-ամյակիդ գամ։ Առողջ մնաս, դվերերջանի մնաս, շատ ես ասեղաների ծամպակասում ես, բարիքները հետ եղին, կարիքներ հեռու, բարիքով ապրիս, բարիքով անունոր նունենս։ Ապրես, պապի ջան, ապրես։ Անտանոտ ես գիրեմ, չճանաչեմ օրիան պետք է բարտեղի տելով ես։ Են հետ, հետո տելևիզորով կտենաս։ Լավ մնա, դե լավ մնացեք, շնորհակալ ենք ձեզան։ Մանացել օտար հողում կարոտին Ես վերջերս շատ եմ շոկ ապրում և հենց նոր էլի շոկ ապրեցի, իսկապես մենք ապրում ենք ու հավատացեք այդ գիտակցումը չունենք, որ մեկ մարդը կարող է դառնալ մի մեծ գերդաստանի սկիզբ։ Լավ մնացեք, ձեզ այն ծանրաչափ շնորհակալ ենք։ Պատկերացնում եք ընկերներ, մեկ մարդը, հենց որ նոք տեսնում եք մեր Գառնիկ պապիկը, ունի 56 երեխա, թոռ, ծոր և ծորից էլ այն կողմ, ծորի ծոր ունի։ Մի տեսա չի հարստությունը կյանքի։ Եվ իհարկե ձյունը Գեղովիտի, ուղղակի շլացնում է։ Մենք գնացինք, եղբայրս, դե քեզ առողջություն, լավ էլի։ Պապին լավ պահեք, որ 100-ամյակին գանք, հա։ 077 061 222 Չէ։ Հա։ Կարա ճիշտ թե Հա, ճիշտ ենք։ Չէ, ճիշտ ենք, всё, տոշնի աղբերս, աբրիս ցավտան ենք։ Դու էլ ապրես, աղբերս, շնորհակալ ենք ձեզնից։ Լավ մնացեք։ Ես հիմա թեթև ինչ շոկի մեջ եմ, ընկերներ։ Եվ հիմա Վարդանը փոշմանել ուզում է մատերը մտցնի, աշկերը հանի, որ չի ամուսնացել։ Պատկերացնում եք, ամուսնացեք եւ հավատարիմ եղեք ձեր ամուսնությանը, որպեսզի կյանքը ծաղկի, ծլարցակի, երկիրը հզորանա։ Պատկերացնում եք մի մարդ, ուղղակի որ ամուսնացել է եւ կյանքը սիրել է, նոր էլ այնքան լավ բաներ ասած, չգիտեմ ով կհասցնի հասկանալ ինչ է ասում պապիկը, ով չի հասցնի հասկանալ, իմացեք որ նա լավ բաներ էր մենակ խոսում, ասում է բարի լինեք, լավ ապրեք, լավ գործեր անեք։ 90 տարի ապրել է ու բարություն է քարոզում դեռ, թե ինչքան սերունդ կարատա։ Բարություն, պապի, Գառնիկ պապի դու ստացար մեր մեդալներից, չգիտեմ դա քեզ համար արժեք կունենա թե չէ, բայց ստացար մեր լավագույն կոչում մեդալներից։ Շնորհակալ ենք քեզ, ես հիմա ապրելու նոր ուժ ստացա, գնում ենք առաջ Վարդանի հետ, Վարդանն էլ արդեն աղջիկ աման գալ է, աղջիկ ճարեք Վարդանի, որ ամուսնանա պետքա 90 տարեկան դառնա ունենա թորներ, ծորներ, թորների թորներ։ Այս բանը սիմֆոնիան նկարի էլի։ Սա ես անվանում եմ Գեղովիտի քաոսային սիմֆոնիա։ Այո, տեսեք քարերի քաոսային սիմֆոնիան Գեղովիտում, որ գաք, եկեք վայելեք։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Կարծես խարտյաշ մազեր լինեն, բարոկո ոճի։ Եվ իհարկե ոճային, ոճաբան, որ մտնեք ոճաբան ջան, որ տեսնես ես ոչ եմ ասում, ոճի մասին խոսակցություն եմ տանում, մի քիչ ներողամիտ կգտնվես։ Ես չունեմ ոճաբանության մասնագիտություն, բայց ինձ թույլ եմ տալիս մեկ-մեկ խոսել, ասել դրա մասին։ Ոչինչ, մի 5 անգամ սխալ կասեմ, հետո կսկսեմ ճիշտ ասել։ Կարևորը փորձելն է։ Ընկերներ, փորձեք միշտ, մի վախեցեք քննադատություններից, եթե ձեր արածը ճիշտ է, լավն է, բարին է, անընդհատ փորձեք մինչև կստացվի, քննադատողը միշտ էլ լինելու է, իր ջանին մեռնեմ, դրանց համար էլ հենց դրանց պատճառով մենք աճելու տեղ ունենք։ Ջան, լայք, բաժանորդ, տարածում ենք եւ անպայման հիշեք մեր մասին միշտ։ Զանգակը սեղմեք, որ մեր տեսանյութերը բաց չթողեք, մեր ուղիղ եթերները բաց չթողեք։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Շարունակիր դառնալ այն բույն ես դիպված
Չենք դադարում զարմանալ Վարդենյան Սերնանցքի գեղեցկությամբ։ Մենք սիրված եւ հարգված հայրիկի ծննդյան օր շնորհավոր ենք եւ հենց այդ պատճառով է հենց հիմա գտնվում ենք այստեղ։ Զորություն ունի այս խաչը, այստեղ չի ֆիզիկապես, բայց հոգեպես ձեր կողմը։ Իմացար ով կնի։ Ճոգ գիտես ինչն է վրա։ Գիտես ինչ եմ ուզում քեզ հարց։ Ես մերնել չկա, դու Գախնի աշխատանքներ ես բարը։ ես էլ 30 տարի ու 3 ամիս կա։ Ձևը դիտես երկարապել։ Դե այդտեղ տապ։ Գնացինք տառը։ Անա, լավա չասիր, որ սաղըլես կգաս։ Այստեղ, հատիկ է լավի։ Հարգելի ընկերներ, մենք չենք դադարում զարմանալ Վարդենյան Սերնանցքի գեղեցկությամբ։ Այս անգամ էլ այս տեսարանը մեզ հմայեց, կանգնեցինք ու նկարում ենք ձեզ համար եւ նույն ժամանակ ձեզ հիմա տեղեկացնեմ գնում ենք սիրված եւ հարգված հայրիկի ծննդյան օր շնորհավոր ենք որդու ընտանիքի կողմից, չէ, որդու կողմից, ով գտնվում է Ռուսաստանում, հայրիկին շատ է կարոտել։ Չքնալերներին բազմել է գյուղս հինավուրց Պապերս երկրից գաղթել են, եկել են վաղուց Շել է ծննդյան օրը, հենց այս ձևով շնորհավորի եւ հայրիկին ասի, թե ինչքան շատ է սիրում, ինչքան կարեւոր է նա իր համար եւ շնորհակալ է նրան կյանք պարգևելու համար անպայման դաստիարակելու եւ կողքին լինելու համար։ Կմաղթենք առողջություն, իսկ մնացած ընկերներ մնացեք մեզ հետ, որ տեսնեք ձեր իսկ աչքերով, որովհետեւ մենք ուզում ենք, որ դուք միայն լավը եւ օրինակելին տեսնեք ու հենց այդպես էլ ապրեք։ Շնորհակալ լինեք ձեր ծնողներին։ Առիթը բաց չթողնեք նրանց շնորհակալություն հայտնելու։ Գնացինք առաջ Վարդենյան Սերնանցքով։ Վարդեր չկա հետներս, բայց կա հայոց կոնյակը Արարատ։ Գնացինք։ Լուրու հանգիստ հայոց դաշտերը։ Նայում ես ու մտածում, թե ինչը կարող է խախտել այս հանգիստը։ Ես համարյա թե 100%-ով վստահ եմ, որ ոչինչ ունակ չէ այս հանգստությունը խաթարել։ Օմանյայի սուրբը լինի գյուղիս պահապան Աստծո լույսը թող անպակաս լինի ամեն բան Հալվի եւ կծաղկի դաշտերը էլ ավելի գեղեցիկ հանդարտությամբ։ Հիմա ես ուզում եմ դառնալ սար եւ լինել այստեղ, այս հանգստության մեջ։ Այս ներդաշնակությունը ուղղակի ապշեցնող է։ Մենք դրախտ ենք ման գալիս, բայց դրախտը հենց մեր մոտ է։ Մենք դրախտի մեջ ենք։ Ուղղակի պետք է ճիշտ պահին, ճիշտ ձևով հասկանաս եւ վայելես այս սառը եւ ջերմակ հանգստությունը։ Իսու հետ անցիր, բարդ ու դժվար ճանապարհ Ուլանիսին սրտաբաց, շիտակ է արդար Էրզերում ծուարյուն է, մեր երակներում հոսում Պապիս պատմած երկիրը մեզ է սպասում Ոգևորված այս հանգստությունից ես դաշտերի հետ պայման եմ կապում, որ նրանք գարնանը ծաղկեն, գամ ու էլի նկարեմ, ցույց տամ ձեզ, թե այս նույն հատվածը ինչքան գեղեցիկ է դառնում գարնանը, սա էլ է գեղեցիկ, բայց գարնանը դուք այստեղ տեսնում եք լրիվ ուրիշ տեսարան, մեկ ուրիշ հանգստություն և գեղեցկություն, ուղղակի արդեն բազմագույն, ոչ միատոն գարվելու գեղեցկությունը հրաշք, որին հիմա մենք ականատես ենք այսօր մեկ ուրիշ գեղեցկություն ունի գեղարքունյաց աշխարհը եւ իհարկե Արմաղանը, որը քիչ հետո կերևա եւ իհարկե մեր հայրենակիցները, ովքեր ճանապարհի կողքին արդեն երրորդ խումբը հանդիպեցին, որ կարողել են վայելել բնությունը, իհարկե ընկերության ներկայությունը բնության մեջ վայելելը դա անասելի հաճելի է։
Դրա համար այս գեղեցիկ բնապատկերին մենք արդեն երրորդ ընկերական խումբը հանդիպեցինք, որ կանգնել են ու մի բաժակ հայոց գինի են խփում ու անուշ անում, մեկը մյուսի կենացը խմելով։ Եվ իհարկե ինչպես խոստացել էի չնաշխարհի կարմաղանը, որը չի զիջում իր գեղեցկությամբ ոչ մի լեռան աշխարհի։ Կարծես մեր մանկության ավազի կույտը լինի։ Անում եմ մանկություն, ուզում ես գնաս ու խաղաս ու հիշես անհոգությունը։ Էրզարումից տարիներ առաջ եկան ճավախ քանգրվան գտան Զոլաքար գյուղը մեզ հարազատ է դարձել, արդեն շատ են գնում ու ինչքան հաճելի է, երբ որ գնում ես եւ ամեն ինչ ուղղակի իդեալական է ստացվում։ Մենք շնորհակալ ենք մեզ հետևելու համար, հարգելի հայրենակիցներ եւ հատուկ Զոլաքարի գյուղացիներ, Զոլաքարի գեղեցիկ բնակիչներ, ովքեր եկել են Ալաշկերտից։ Ընկերներ, մենք վերջերս արդեն երկրորդ անգամ են գալիս Զոլաքար, ոտներս ինչպես միշտ խերով լինի Զոլաքար գյուղ, մենք ուրախ ենք, հպարտ ենք, որ մեզ այսքան վստահում են Զոլաքարում։ Եվ հենց այդ պատճառով Արագյալ զավակն եմ քո տան փոքրիկ դրախտ մեծ ճավախում արենցին է գովքեր էլի մի գեղեցիկ համով հոտով անակնկալ անենք սիրված հայրիկի։ Քիչ հետո ես կմիանամ ձեզ եւ կասեմ, թե կոնկրետ հայրիկի անունն ինչ է եւ ում կողմից, որտու կողմից է, բայց ամեն ինչը ավելի մանրամասն քիչ հետո ես կմիանամ ու ձեզ կասեմ։ Իսկ հիմա մենք բարով ենք եկել Զոլաքար։ Մեծ աղբեր, բարի օր։ Լես մի հարց տամ էլի, ես խաչքարը միջը վերաբնակեցնել է եղել է, չէ՞, գյուղը։ Այսինքն սրանով գյուղը անվանակոչել են Զորախաչ։ Երևանից 130 կիլոմետր հարավ-արևելք ծովի մակարդակից 1985 մետր բարձրության վրա Հայաստանի Հանրապետության ամենամեծ համայնքներից մեկն է Ակնախաչ, Զորավոր խաչ, հիմա արդեն Զոլաքար գյուղը։ Մենք այսօր այստեղ ենք։ Զոլաքար անվանումը գյուղը ստացավ 1925-ին, հենց այս խաչի շնորհիվ։ Զոլաքարցիների համար հատուկ նշանակություն ունեցող բացառիկ այս հուշարձանը թվագրվում է 9-րդ դարին։ Թանգարանի ղեկավարություն իմանալը որ Զոլաքարը ունի ավելի մեծ բարձրությամբ խաչքար, որոշեցին տանել թանգարան, բայց մեր ղեկավարության համայնքի անդամներ չթույլատրեցին, թե մեր նախնյաց հիշատակի համար կառուցված է այստեղ։ Ես ինչ որ տեսնում եք այդ բարձրություն նկատի ունենք, որ 2 մետր խորություն է։ Ընկերներ, մենք հիմա գտնվում ենք Զոլաքար գյուղի անվան պատճառի մոտ։ Այս հրաշալի խաչքարի պատճառով գյուղը հենց բնակեցվել է, անվանվել է Զորախաչ, այնուհետև դարձել է Զոլաքար։ Կողը կանգնեմ քարի, խաչքարի, սա, եթե չեմ սխալվում, Հայաստանի ամենամեծ խաչքարն է, հələ տեսեք ինչքան բարձր է անցած։ խաչը քեզ լինի պահական Գալ մոտիկ նաև այն պատճառով, որ գիտենք ել ենք գալու վերադառնալու ենք Զոլաքար, դրա համար չեկա կայնեմ խաչի կողը, իսկ հիմա կայնել եմ։ Մենք ընկերներ ենք։ Զորություն ունի այս խաչը, դրա համար էլ Զորախաչ է եղել գյուղի անունը։ Այս խաչով շատ ու շատ մարդիկ են բուժվել, հավատ կա այս խաչի մեջ, այս քարի մեջ, ուղղակի դուք մեծությունը պատկերացրեք մի կտորից այսքան հսկա խաչքար, որը ունի իր հրաշալի քանդակված փոսիկները։ 13-րդ դարի խաչքարի դիմաց ենք հիմա մենք կանգնած ու գրություն կա վրան, որը Վարդանը փորձում է կարդալ, բայց ես վստահ եմ, որ չի կարող կարդալ։ 13-րդ դար ենք խոսում, դրան հատուկ մասնագետներ կան, լեզուն այն ժամանակ ուրիշ ձև ա եղել համատած այս նոր հայոց լեզվի հետ։ Մի խոսքով ընկերներ, այսքանը անցած բացթողումից։ Իսկ հիմա մենք ինչ ենք ասել այստեղ, որովհետև ինչպես միշտ ես ոնց ասում եի, շուտ ենք եկել Զորախաչ
զոլակար։ Դրա համար մոտեցել ենք այստեղ մինչև մեզ կկանչեն գնանք անակնկալը անելու եւ ասեմ ձեզ Հոբելյարի հասցեում է գտնվում 90-ամյա Հայկաս պապիկը, ով ամեն ինչ գիտի գյուղի մասին եւ մեզ էլի լավ բաներ կպատմի ոչ միայն գյուղի մասին, այլ նաեւ կյանքի մասին, որովհետեւ 90 տարեկան պապիկը հաստատ իմաստուն է։ Ինձ համար որ այդպես է եւ ես բոլորին էլ ասում եմ, եթե մարդը 90 տարեկան ապրել է, նշանակում է նա ունի այդքան իմաստություն, որովհետև փորձն է ցույց տալիս երկար ապրելու համար իմաստությունը պետք է։ Տարօրինակ անձնավորություն եմ ես ընկերներ, հենց նոր սիրտս ուզեց խաչապուրի եւ մենք Զոլակարում խաչապուրի ենք ման գալիս։ Մտանք 3 խանութ, ոչ մեկն էլ չկար խաչապուրի, դրա համար մենք դեռ պետք է փնտրենք, որ գտնենք խաչապուրի։ Այո, երբեմն մենք մեր համար հարցեր ենք ստեղծագործում, տես Զոլակարը Վարդան։ Զոլակարը այստեղից ասում դու մտել ես Զոլակար ու տես գյուղի տեսարանը ինչ գեր։ Հայաստանից վրա շողաթող լուսաբաց։ Ես որ մշուշն է երևում եւ գյուղը։ Մենք հիմա մտնում ենք Զոլակար, ուղղակի արևելքից ենք գալիս Զոլակար։ Արևելքից գնում ենք արևմուտք, չափչփում ենք փողոցները եւ փորձում ենք գտնել խաչապուրի Զոլակարում։ Ես հավատա մի օր առաջ, 2 օր առաջ ենք, չէ՞ եկե։ Այդ 2 օրվա մեջ ախպեր լավ հալվել է ձունը։ Որի՞ան է համանդե թե ընդե։ Նույն կողմը աչ ենք հետ։ Arriva aç, ընդերից արդեն աչում, հացրանաս վերել։ Հա։ Ահա։ Հարազատ թաղերը տնե ախպեր։ Մանկական թաղերը։ Աստե որտեղ եք ֆուտբոլը խաղացել։ Թաղի մեջ։ Թաղի մեջ մեր հայա։ Մեր հայա մեր տներից վերել։ Ահա։ Մինչև որ այդ բանը չէ, մի քիչ փոքր տարիքը տան մոտ ենք խաղում, հետո հելում ենք արդեն ֆուտբոլիչ դաշտ գյուղի։ Ստի ծաշ թե ձախ։ Չէ, ձախ։ Այս էս գնում ենք։ Արևը փիստեղի ցանկ է, չի թողում նորմալ տենանք։ Չէ, ես տենում եմ ախպերակ, գնա արխային գնում։ Գնում ենք։ Պապին դուսնա բայց։ Չէ, պապին դուքան, բարաս մտնես տուն։ Բայց ձերով, ոտով, սաղ տեղին, հա։ Հեռի։ Բա, ուժեղա, մեր Հայկաս պապիկը մեզ պետք է հիմա, որ մտ հետը ջալաջի անենք, իմաստավորվենք։ Ախպեր ճիշտ եմ էթում։ Հա, տես գնա, ճիշտ եմ էթում։ Զգում է էլ որ սես պետք է մտնեմ։ Հայկաս պապիկին ախպերս ինչքան ախպեր ուզում ես տուր։ Ես Հայկաս պապիկին շատ հարցեր ունեմ։ Հայաստանից, Զոլակարից, երկրից, չգիտեմ ես ինչից։ Սենց եմ էթում, չէ՞ ուղիղ։ Հա, Ուղիղ ենք գնում։ Այսպես գնում ենք ուղիղ։ Տես ստե արդեն մինուս է ախպեր, ջուրը սառում է արդեն։ Այսի վաբշե իմ արազատ թազն ախպերս։ Բա, եկանք հասանք, մոտիկ ենք արդեն։ Այն աչի վրա երկու հարգիստները տենում։ Հա։ 3 հատ ավելի ճիշտ են, մեջտեղին է մեր տունը։ Այս մեջտեղինն է ձեր տունը։ Հա, այդ մեջտեղին է մեր տունը։ Всё, հիմա պապան դուսը խորոված է անում։ Հա, պապան մեկ էլ տեսես դուսը խորոված է անում։ Հա։ Մի քիչ առաջացի, ես ասեմ որտեղ կայնի ախ։ Լսի, ես աստիս պավարոտ կա, երևի ես պավարոտի մոտեր է, էլի, չէ՞, ստե արենք միտեղ կայնենք, հա։ Հա, այդտեղ այդ ասում կարաս կայնես ախպեր։ Հա։ Որ քեզի չտենան կամ ոնց է հարմար։ Հա, էլի, հենց այդտենց հարմար է ախպերս, լսի։ Հիմա ժողովուրդը տունն են, պապան փեսայի հետ դուսն է։ Ուրերը տենց չեն եկի ախպերս, ես ասի դու շուտ էթաս, հանգարով չի էլի։ Հա։ Հաստատ ախպեր, մանավանդ պապին պետք է տենանք։
դու կեթաս կհասնես քո բանին էլի գործ։ Ախպերս ամենք շխարոր այսօր բան կանենք հեսա։ Լավ կլեր, զակաս չլեր կմնայի ախպերս։ Ինձ դուր է գալիս օլակարում։ Բայց կնստես հատ մի կտոր հաց։ Ախպեր, в общем, ես ավելի շատ կնստեմ Հայկաս պապի հետ դյալաջի, անջոգիր։ Այդ ընթացքում Դե վсё ախպեր, հեսա կազմակերպում ենք սա։ Նվերես։ հենց հետում ես, այտենց նայ։ Հələ կայն Մի քիչ առաջանում ես, ընդ մի հատ էլի աղբյուրի դեպի տունն է էլի։ ընկերներ, հիմա մենք պատրաստում ենք մեր պարոն Հայկի ծննդյան տորթը։ Որդու, նվերի եւ Հարսիկի Աննայի կողմից։ Եկել ենք շնորհավորելու եւ այստեղ եւս մեկ լավ նորություն ունեմ ձեզ համար, մենք հանդիպելու ենք 90-ամյա պապիկի, ով լրիվ տեղին է, սաղ տեղն է։ Գիտակցում է եւ մեզ լիքը լավ հարցերի պատասխաններ կտա։ Եթե 90 տարեկան է, ապա նշանակում է, որ նա իր պապիկին կհիշի, ով եկել է այս գյուղ Ալաշկերտից։ Ես արդեն այդքան խորացամ Վարդան, որ իմացամ ունենք նման լավ պապիկ, պահպանված պապիկ։ Հիմա գնանք ու փորձենք անակնկալը դարձնել գեղեցիկ։ Կրակն ավարվում հեռվում։ Սկարաս ֆիքսես։ Լուսը որ անջիտ էիր։ Հա։ Հաստա։ Մարդ չկա։ Ярի գնանք։ Մտել են տուն կակրած։ Մեծ ախպեր, հաստատ դու ես Հայկ, մեր պարոն Հայկը, հա։ Ես ինձ համար հայրի կյանքս կտամ քեզ 1000 բարի, այդ հանք տունն ատ իրար հետ։ Այդ խորոված ես անում, գիտենք, բայց ձեզ այդ հանք տունն ատ թո ծափեր տան, էլի, որ մենակ չանենք անակնկալը։ Ոտներս խերով օջախդ, բարև ձեզ հարգելի ընկերներ, գեղեցիկ ընտանիք, բարև ձեզ։ Դե ես վառեցի սալուտները արդեն, այս են մեր Հայկաս պապն է հաստատ։ Ոնց ես մեծ ախպեր, հեսա մենք իրար հետ կշփվենք։ Դե լավ, տաղեկով ենք, բայց ծափ տանք։ Ծափ տվենք։ Եկել ենք քո ծննդը շնորհավորել։ Ու եկել ենք այն մարդու կողմից, որ հիմա ստեղ չի ֆիզիկապես, բայց հոգեպես ձեր կողմն է միշտ։ Շատ եմ շնորհակալ։ Իմացա ով կլինի։ Իմ որդին Էլո։ ու հարցս։ Քո որդին ու հարցը։ Նվերը եւ Աննան, քեզ շատ սիրում են։ Առողջ լինես, լավ լինես, բայց պահել ես երազա։ Պահել է։ Հա։ Ատատ բրկից նշնապես։ Բայց դու չես տենում ինչ էր ագրած դե։ Կավուպես ամուր։ Կյանքը դարավոր։ Քո ցավը տանեմ։ Հայրին թակավոր։ Մնացել օտար հողում կարոտին դիմաց Իմաստը է, մատ դու գերկիկով ապային, ոչինչ, հա։ Բաբյան։ Մնացել օտար հողում կարոտին դիմացել դառնորեր քար Խափել է։ Ասում են 90 տարեկան ես։ 90-ը, լրիվ 100%։ Լրիվ։ Այո։ Դες քաղցրությունը վերցրու։ Ես քո համար հատուկ, ես շատ սիրում աղորդի, Արսիկը։ Այսօր քեզ ասես մեր հետաքրքիր նվեր է։ Վերել ենք հատուկ քո համար։ Այդ հələ կան, ես գալիս եմ քո մոտ։ Դες չես պրծնել ինձնից։ Տամ հպարտեմ քանի կամ սխալներս ներիր ինձ փոքր համար Շատ է։ Ձի հավերժական նվեր է, հա։ Եսիք բացել են օրը, երբ որ իմ թորնիկը ծնվավ։ Բո, շատ լավ։ Բայց կա գանցնեն որ բացես, թե ընդել ծնվավ դու բացում ես։ Այնտեղ ծնվի, բացեն։ Խնդիր չի։ Պայմանավորվանք։ Ահա, Всё, լրիվ։ Հիմա եկա քո մոտ։ Մատ գիտես ինչ եմ ուզում քեզ հարցնել։ Ալիքա հարցեր եմ ուզում տամ քեզ։ Ասա։ Կարող ցանը գրես տղե։ Հա, բայց այնագերում ենք սա։ Լսի, բա եկել ենք քո խաթր ենք, եկել շատ, եկել ենք քեզ տենանք ճանաչենք։ Նվերը քեզ էլ է շատ սիրում։ Շատ շնորհակալ եմ։ Հա։ Երևի 40 րոպե առաջ խորխատուն եկա խոսած։ Հա։ Հարցնում ինքին։ Ու այդն երախոս փողանցեց ինձ նկարներով ամեն ինչով ինձ ընդրակակ դենան ես ցակտենամ ես կանգատեցի 45 օր դու գնացել եք մեկ անգամ զանգեք տենակ ես ոնց է ոչ չեմ Ձեզ ամփերա քեզ տնանք սամոնոտ տանենք մեր մոտ սիբո սամոնոտին ինչ մերի դու պատասխան գիտես Ավարտես քեզ մերնել չկա դու ամփերա գալիս ենք
Այսօր կուքակ թոմարի արեք։ Սեց պապա մեն բարխելոք գրագետ մարդես լավա խոսած, բայց այդ մի բանը սախալա։ Ամերիկին չեն ուր ժամանակել թոմարի, ես գիրեմ որ շուտով ծնունդ կունեն, էլի։ Սեց էդի վրազնալու բան չէ, էդի պտի բաղթել է։ Ճիշտ է, էլի։ Լսի, այսինքն դու քո պապին հիշում ես, ով որ եկել է Ալաշկերտից։ Այո, գերազացիով գիտեմ ամեն հիշում ես։ Ինչպես բացել։ Քո պապին ամիջապես պապայդ պապան եկել է Ալաշկերտից, չէ։ Ավելի շատ 7-րդ առաջի պարնիկ է, մենք 7-րդն ենք։ Հա։ 7-րդն ենք։ Եկերա Ալաշկերտի տարաշրջանի Մշո գավարի Ալաշկերտի տարաշրջանի 0 գյուղից։ 0 գյուղից։ 0-ի անել է։ 0 գյուղ։ 1828 թվականին այնտեղից եկել 164 տղամարդ, 134 կին ու աղջիկ։ Ընտանիքա կազմած 2.5 տարի հետո այդ գյուղի բնակիչներ մեծամասնություն մեր նամալյանների ազգությունն է։ Իմացած որ այդ եկե Զոլակայեցի Մուսու Անտոն։ Ծառագրում էի։ Հա, Մուսու Անտոն եկե Զոլակայից։ 2 տարի կես հետո մեր պապերն ու բոլորի պապերը իմացած որ այսքան եկած թեորված էստեղ, ուրանք էլ եկած Պարսկաստանով, հա, Պարսկաստանով այդտեղ արդեն հարցեր կան, ասում է փախուստով եկած, փոխված, ցեղսպանության ենթակա մարդիկ են։ Այսինքն էլի բան մուշից են եկել իրանք։ Իրանք մուշով բայց իրանով։ Նույն կողից։ Կարող է այդքան կրակի կողը կանենք խոսենք։ Որտեղ։ Կրակի կողը։ Կրակ ենք է վառեդուսը։ Քուրտ են դեղ։ Հա, մսում է, հա։ Մսում ես։ Ակո վեջին, հա։ Չէ, կարելի է, բայց քուրը պատակին չէ։ Որ քո հետ խոսամ։ Կրականներ կողմերից վառվեն։ Ժամանակ կարող խոսամ։ Այսինքն ես ճիշտ հասկացա, մի կողմը եկել է հենց Պրյամոնդից եկել է աստե, այն մի մասն էլ մի խումբներ չերես Պարսկաստան ֆրացա լսել է որ ստեղ են եկել են ստեղ։ 1828 թվականի նոյեմբերից ու հետո Զոլակար մուտքա գործերը մեր գյուղն, հատուկ մեր գյուղն։ Զոլակար մուտքա գործը ախպեր ջան 7220 մարդ։ Տարբեր տարի, չէ, տարբեր տարիներուն 16 տարվա ընթացքում։ 16 տարվա ընթացքում անդադ եկե հավաքվել։ Անդադ եկած հավաքված էստեղ։ Որոնցից քաղաքական մարդիկ էլ եղած, այդ քու ախպեր նվերի պապին, կնոջ պապին, եկած արդեն Պարսկաստանից։ Պարսկաստանից, Մանգասար գյուղից, հայկական գյուղ է։ Եկած այստեղ տեղորված մեկ էլ բանից Բասարգեչարից մի ուրիշ ընտանիք եկած Ավետչաներ։ Վարդենիսից։ Չէ, թող ասի։ Ես խավեսորի ու պատմեմ, նորից չթողես։ Չէ, լավ ես։ Այդ ընտանիքա կազմած եկած հասած մինչև այստեղ։ Ու շարունակել են ապրել, հիմա մեր գյուղը 7220 մարդ։ Իհարկե ես խոսում եմ 2006 թվականի տվյալներով։ Հետո հետո դիվում տվեր եմ ազատ վերեմ, գացել եմ թոշակի ու քարական թեորիաց հետ պակշել չգիտեմ, բայց բոլոր դեպքում 7220-ը պաշտպանում է մեր մոտ։ Հա։ Հենց այդքան էլ եկել են։ Այդ չարթես սերունդը շատ է, չի եկած այդքան։ Այդ քիչ է, ասեք 2000-3000 տուն եղած, եկած սերունդ է տված, արդեն մեծ է մազած կացած, հազար սերունդ եղել, շատացած, էլի 7200 մարդ։ Ես 48 տարի ստաժ ունեմ զուտ գյուղական սովետի սովխոզի կոլխոզի աշեպայեմ եղել աշխատել եմ թվերն իմ մոտ են հայտնի 100%-ով լրագրողներ եկած այստեղ մեր տունը դից ստուգելու արդյունք պատասխան տված ես կարողացել եմ 2000 տարվա պատմություն ապովել այդ լրագրողներում Հա, դա մանրամասն է։ Չեր նման իման որ դու ես եկել անցել լրագրող։ Հա, դա ես լրագրող չեմ, ես անուշ ախպեր եմ եկել գյուղից բան իմանամ, էլի գյուղի մասին, որ գյուղը բան էլ է, էլի, տես հետաքրքիր է շատ մարդու։ Հասկանալի է։ Հա։ Շատ լավ է, դեշու լավ է։ Բայց հիմա ինչ ես անում սաղորը։ Ես սաղոր տելևիզիա։ Ես սիրուն կասնում շրջանում նստել ես տելևիզորս նայեմ։ Տորական հայրշար փոխեմ նավար չկա մեր տուն։ Դեսել է, դու ստարդամ։ Բա բանը, որ եղանակներ բացում են, ինչ ես անում։ Հող են մշակենք։ Բա, հող ես մշակում, ինչ։ Կարտոն մարտոն։ Այո, այդ նվեր տղեն անցյալ տարի բախը վերցի գրացի, այրու որդին այնտեղ հողի մասը թորեն։ Մի քիչ ուշացումով մի 5-10 րոպե ուշացումով տերեմ Չերևան բախերով կացած գործակերեն։ Ես գրացի այդտեղ
բաներեցի, նայեցի, դասում նայեցի, մտել լապատկա բախ վերցի, ես գնացի ասա, հանգիստ սեով, դա դարձա երրորդ մարդը։ Հա, 3 հոգով երկու բախ խփեցի կետին, մեկ էլ սա բախը ներցուց, ջայլ տա ուժն պատա, 30 մետր քցած վերև։ Հա։ Ես ինչա կերես, մենք ինչա ծույենք, դու ինչա փուրես։ Մենք փուրենք, սա Բայց այն պետք է քեզ, չէ՞։ Εσύ օգնություն ցեզի պետք է, սայս չէ, օգնությունը նենոր նսի դա կանաշերում մեր խողի վրա, փլի վրա, պատմությունները մենք հարցանք ու պատասխանա, ու մենք մեկ շարունակենք։ Անցատարից ամենը զրկեց ինձ աշխատանքից։ Բայց գաղտնի աշխատեր է։ Գաղտնի աշխատանքներ է ստարը։ Որի մանային բան կասեին։ Նա տղա ունեմ բանա ակուպիենա վերջիտարը բերել, որ դրանց ռուսա Լիպոյ արայքի Խաբրովսկի զանգատավերա, թե ինչա կենես, լուսամուտի տակ կայրենք պապլուզակ ծխեմ, հայք աշխատի, արդեն կանդեր ենք պրծեր ենք կարտոլ։ Սի կարտոլա կանդե, այ պապ ասեց, դու սխալ բանա կենես, էտա ժոր կենցին տարնան, ասակով մարդին, քեզի կաշկրցուն, դու շուտ մերես կետաս, մի փորալ, որ փորես գիժեր փորա, որ չնան էլի, ասե այդ տղա դու, Բայց ճիշտ է ասե, աշկով կտան, չէ։ Բայց սխալ ես է, դու խաբարուսն ես, ես իստենեմ, հլա մի տարի խաբարեղի կամ արդոր ընձի մերեցու, աչկրցու, մեն մերած գազատ միրակ ես եմ բացե։ Քո տարիքակից չկա է, 90 տարեկան չկա ձեր։ Երկոքի կա, ընձիրիս մեծ երկոք է։ Բայց ոնց է, դուք ձևը գիտեք ուրեմն Մալաշկերտի։ Մեկը 94 տարեկան է, մեկը 92 տարեկան է։ Բայց դեր ազգն է, այտենց։ Ես էլ 30 տարի ու 3 ամս կա։ 3 ամսական լավ է, ասի։ Դե էլ ինչ լավ հարց ունենք տալու։ Բայց լավ բան մաղթի։ Չէ, բանա, դու ձևը գիտես երկար ապրելու։ Երկար ապրելու։ Հա։ Միայն ու միայն անտարիքում պետք է սերիալ, արգանք եղի։ Իմ ծնողներ ունեցած 7 տղա 3 աղջիկ։ 7 տղա 3 աղջիկ։ Ես ունեմ 4 տղա 1 աղջիկ։ Հա։ Բայց այդ տրանցից 7 տղա 3 աղջիկներից սովետարի ապրած։ Հա։ Այդ համաշխարհայինի սովի տարիները, համաշխարհային պատերազմի։ Ցարական կառավարության ժամանակ է։ Ու միջև այսօր հայրական պատերազմի ժամանակ է։ Իմ ըստ քուրալվարտանով 41 թվին մահացել է, Կարմնուկան է մահացել է։ Երես երկու երեխա ունեցած Սուրիկ Յուրի Կարմնուկով։ Կարմնուկով 5-6 օր հետո մահացած։ Այնտուց հետո ծնվել է իմ մեծ աղբերը Գառնիկ Բաղդասարյան 55-60 տարվա այդու գրականության մանկավարժ համասարացող եկել այդտեղ։ Էդի ավարտերը նրանից հետո 3 տարի հետո մեծ աղբեր ունեմ 89 տարեկան ասակում մահացել է տրակտորից մեքենավար Սա երեխեքով էլ օգտակար եք էլ է։ Գիտնականներու հետ աշխատող եղել բանը ապրում էր Ղուկասավան գյուղում փորձական կայուն այդտեղ փորձադաշտի բրիգադիրեր, բոլոր բերքեր, մշակեր, քաներ, տաներ, բամորներով արուտուրկեներ արդյունք բեր կասերի տրանց պարքադում ստացիա մեդալ ստացիա։ Էնդուց հետո Պապիս պատմած երգիրը մեզ է սպասում պատրաստ է։ Ոնջատեք ծանոթություն։ Պապի հետ նշանք է, Նա դրան աղբեր եղավ մահացել 6 տարեկան, մեծ Բարիչանով 7 տարեկան մահացել աղբեր ջան։ Էնդուց հետո 10 երեխեքն է սա։ 10 երեխեք են։ Էնդուց հետո իմ քուրն 87 տարեկան ասակում մահացել է Արփիկանում։ Ես գողմա ծնվել, ես գողմա մուսացել այդտեղ մահացել է։ Որից հետո ես եմ ծնվել 35 թվին 35 թվի 37 թվին էլ ծնվել է բան իմ քուրն հիմա կենթանը 86 տարեկան։ Որից հետո 41 թվին բանը մահացել։ Են Ալբերտանով աղջիկն մահացել 3 տարեկան ասակում էլի կանոն։ Այսինքն սա փոքր տարիքում է մահացել, հա։ Վերջապես Աստված են կիսերա 10 երեխից 5-ն ապրած բարձր տարիքներով, այդ 5-ն արդեն ցածր տարիներով։ Այդ անձաններն էլ փոխել ենք մեր թուրներու վրա։ Հա, շատ լավ, այսինքն ապրում։ Հա, վсё, դե բան անենք մենք, ավտոն հանենք։ Ապեր ներող կլես։ Քեզ ենք խանգարում։ Լսի, ես մի քիչ առաջ կտաս գամստե կանեմ հեսա կը։ Հա։ Ու շատ վերած չէի, ապեր ներվեր դրան ազդեմ։
Դե փախկվել է որ չտենային էլի ախպեր շուտ։ Բակերն ես կմրսես, չէր ուզում հելնեի։ Պատիկ դու, կասոտներով դուրեն անում։ Ցերեկան ծխել, գիշեր չէ։ Ակնստիկ։ Գիշեր չես ծխում, ցերեկն ես ծխում մենակ, հա։ Մետ բանա քարոյ տղակա իրեշորսանձի չէ, տեսեք էր թաղում ես մեր թաղամաս։ Ոնց ես առողջությունն ինչա լավասի գիշեր ցերեկ աշխատանքի մեջ եմ, պետական աշխատող եմ 40 տարվա, բայց իմ ամենավատն որ գիշերքին բանջտերում։ Գացի դերնա տացարեկան սա ձերա կարեսի մեկ որ քիք մեկ բարակ դրանք։ Εσύ ծմախտի բնձի պատասխան։ Դե հայկաս պապիկ, գնացինք դա մնա։ Ձեզ դա որ բարձր տրամադրություն, հայք ձեզ լավ ելեք, առողջ ելեք միշտ ուրախ առիթներով։ Հայկաս պապի, դե երևի 100-ամյակիդ կգամ էլի, չէ։ Գամ։ Պասպորտ 105 տարվա համար։ Դե բանա, լավա չասիր, որ սաղել ես կգաս։ Հելանք դե, լավ մնա։ Հաջողություն, հայկաս պապի։ Հաջողություն աղբերս, արգել ընկերներ, ես հայկաս պապիկի հետ ծանոթացա և ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այս շրջանում Սևանա զորության պատճառով մարդիկ երկար են ապրում, Սևանը ուժ է տալիս մարդկանց, ինչի վառ ապացույցն է անցած անգամ որ գյուղ գնացինք, Գեղովիտ գյուղում 90 տարեկան պապիկը, այստեղ 90 տարեկան պապիկը և ասեմ ձեզ, որ վաղն էլ գնում ենք էլի 90 տարեկան պապիկի շնորհավորենք այս անգամ արդեն մեկ ուրիշ գյուղում էլի Սևանի կողքի գյուղերից։ Բա ընկերներ, հրաշքներ կան այստեղ, Սևանա թագուհին հրաշքներ է գործում, իսկ մենք դրա ականատեսներն ենք, իսկ դուք մեզ հետ միասին։ Լավ և գեղեցիկ տեսանյութերը բաց չթողելու համար բաժանորդագրվեք, զանգակը սեղմեք, մենք միշտ ձեզ հետաքրքիր տեսանյութեր ենք տալու նայելու, հետաքրքիր և ուրախ, դրական ամենակարևորը։ Գնացինք դեպի Եղեգնաձոր, որտեղից էլ կգնանք դեպի Վեդի։ Այ արաբիկ էլ արի, արի հետ արի, այ մեկն էլ ընդե արդան տենում ես, երկուսով է, այ հետ արի, աղբեր, հələ կայնի։ Աշկ է հայկական, կարող է տապվիրել անգամ ամերիկան, Այ մտավ, արաբ հետ արի, արա, աղբեր, աղբեստեր, Աղբեստեր! մեր լեսում հիմա մեր գոցնա, տարերի մեջով ետա Ես սկսբից մտնում եմ ծաղիկներն եմ տալիս։ Ջելեսը պտի տանի նա դե չուցեի դա հայատը ախտը։ Էդ ինչ սիրուն երկա։ Գորի մայրիկին, գորի ծնյանորն է այսօր եւ այսօր Վարդանն է։ Ուժեղ տղայա։ Կանենք հիմա թաքցնենք ընդել, գիտես։ Ախպեր ես ոչի ուղերձ եմ եղել պարեկներին, որ ես ավտոն չկայնեցնել, չգիտեմ։ Ախետի շտապերը նա բարձր շտապեր եմ ասում դեր։ Դե որ չէ, հիմա ես կանցնեմ Կարենի հետ միասին։ Կասկածներում եք, երկնային օր է այսօր, ծնվել եք երկնային աշխարհում, ներս ենք հրավիրում, ճերմակ ու գեղեցիկ, երկնային հրեշտակներին։
Ոտ հասկա։ Լսի, գիտես ոնց ենք անում։ Ես սկզբից մտնում եմ ծաղիկներն եմ տալիս, հետո ավտոն ենք մտցնում։ Չէ, լավ է, տոշնի աղբեր, տոշ։ Քել զատի, լավ։ Ամե այդ տղան չէ, աղբեր, կայ զատի։ Մեր հայել աղբեր, ինչ պետալի, ոչ բանը չի լի։ Նա ես կմտնեմ, դու ստե դուրս այնտեղ կսպասես, ես sense ձենը կլսես, էլի, կասեմ իսկ հիմա ամենակարևոր երկնային նվերը։ Հա։ Կամ կարենից հետ կճոճի էլ դա ինչ է անել, ինչ թար ենք անում։ Դա կսնի 4 մատուր, հա ջան։ Հա, DJ-ն ով է։ Կարեն DJ քշո, ախպերս չէ, դու ես արել ցավրտանի թող դու տարեն չես սովորել օգտագործել, պարկինգ ես դրել, դարքմալ են ես անել։ Ճոգի։ Դա դաժե արագություն կա, ես էլ արագությունն է, տրի դանդաղի տակ, ճոգի։ Չասել ես գնացի ներսը նստեմ ապեր։ Այլա ոտի։ GLS-ն է, էլի, GLS է ախպեր։ Բայց ասեմ որ մեծացավ լավ 22 տարեկան մա GLS է տալու։ Այն վաղ տեժանացուկ էլ կլի ախպեր։ Խնդրություն լավ էլ արա մի արա։ Լսի, էդի թող լինի իրա փոքր նվեր իրա առաջի միաբյակի։ Տարին տարվերը ճոչանալու է։ Խավորն էլ էդի ասեն խոսքի։ Խավորն էլ լուրջ թեմա է։ Բացի դու ճոք ասում ես Վարդանի ավտոնի էդի։ DJ Երոնի։ Ապեր շատ լավ եկար մեզի ասիր ինչ անեի։ Всё, դու բան էր։ Բայց ես վերջում եմ ասել որ Քավոր Զազանը արես սա։ Ինչ եմ ասել։ Վերջում եմ ասել որ Քավոր Զազանն է կազմակերպել սա։ Կարենես ուզես նստես։ Կպախի ախպեր սյան կիլո ես։ Ես մինչև 120 կիլո պախեմ։ Լիլիթը հիշում ես։ Լիլիթը գորը, հա։ Դες գալու եմ Լիլիթին ծաղիկներ նվիրենք։ Տամ ան ինչ է գերամ ախպոր։ Վարդանին կտամ, Վարդանը կնվիրի Լիլիթին ու հադախ կասեմ մեր ոպ է ընջերնես։ Միթե այսօր մեր գորի ծնդյան օրը չի։ Գորը ունի լուրջ նվեր։ Всё։ Կարենք էլ իրար հետ խզարյուն անե, էլի իրար հետ։ Ախպեր սկզբից չէ, սկզբից մեկը լե, մեր էլ ինչ պակաս հրեշտակ եմ, ախպեր, լավ հրեշտակ չեմ։ Հա։ Ախպեր, ուրեմ հա Պրոբլեմի կանչես բարարակարակություն դեր, բոլոր կոնտրոլների։ Դրանից հրեշտակների կգան իրանց բարոյնի ասիլը բարոյնի կողքը։ Նա գոնե կարվել, որից հետո Սախի ես ինձ։ Տանես եմ էլ ախպերս ոչ եք պարնելու։ Ախպերս բր քշիր եմ ընգե, չես դու էլ ներկայացել է այդ առիթին ախպեր։ Հարգելիներս այս հիանալի GLS մագնիշի մեքենան շուտով կհասնի իր տիրոջը, Գորին։ Գորը 1 տարեկան է հələ որ բան չի ջոգելու, բայց հենց մեծանակ իմանա որ Քավորը իրան ինչքան շատ է սիրացել որ GLS-ը տվե պապայի ավտոյի համարների նման համարներով։ Այս համարները հիշեք հարգելի պարեկներ, հանկարծներ չլի կանգնեցնեք այս մեքենան։ Սա հատուկ անձնավորություն է քշում եւ նվիրողն էլ մարդ չի, սրբությունն է, Քավորն է։ Ելայ։ Ապեր ծաղիկ կա թողիր ստե։ Ծաղիկ, հա։ Գոլ են։ Ատիս բռնել տեղ։ Դե նկարի։ Էսի սենց դնեմ ջեբես, բայց մեզ երկու մատուցող է պետք որ օգնի դուրը բասվի, հա? Էդ ինչ սիրուն երկա։ Վարդան Լիլիթ, Լիլիթ, Լիլիթ։ Հե? Գոր։ Լիլիթ Վարդան գոր։ Մենը կարի դար է։ Չէ, այա։ Այս գեղեցիկ ծաղիկները կլինեն մեր սանիկներից, չէ լավ, Լիլիթին ենք նվիրելու, Գորի մայրիկին, Գորի ծննդյան օրն է այսօր եւ այսօր նաեւ Գորի ծննդյան օրը նշանավոր է դառնում այն բանով, որ ամբողջ ընտանիքը կնքվում է եւ ծնվում է հոգեվոր աշխարհում, ինչի համար մենք բոլորս միայն ուրախ ենք եւ այստեղ է մեր Վարդանը, էլի Վարդանն է, Վարդանն է։
Ուժեղ տղա է, ուժեղ հայորդի է նրա երակներում արունը հոչի երրում։ Ընկերներ, հիանալի է ամեն ինչ, մնում է գա պահը, Կարենը Մելքոնյան հայտարարի, որ անակնկալ կա։ Իսկ անակնկալը կլինի, հա։ Ախպեր, ես ոբշի ուղերձ եմ եղել պարեկներին, որ ես ավտոն չկայնեցնեն, չգիտեմ։ Ախպեր, կա մտցնեն քաշեն կայնեցնենք ընդ ավտոն։ Երկուսով կբացենք ու կմտնի ավտոն։ Չէ, ախպեր, հիմա ծաղիկով եմ գալի։ Դե սկսենք Կարեն ջան, Մելքոնյան ջան, ցավը տանեմ, դավայ։ Գնացեք, ծափեր են մեզ պետք։ Ես ծաղիկը կտամ։ Շնորհակալ եմ Կարեն ջան, ապրես ախպերս, ապրես։ Բարև բոլորին, բայց այդ ինչ ծափեր էր, որ ախ այդ ինչ ծափեր էր, նա բարձր ծափեր տվեք։ Ուր են մեր Վարդանը, Լիլիթը, եկել ենք ձեզ ծաղիկներ բերենք, բայց չեմ ասում ում կողմից։ Չեմ ասում դեռ, բայց ասելու եմ անպայման, գորն, հա։ Գորը, գոր, դու խոսալ գիտես։ Չգիտի։ Դե որ չգիտես լավ, էլի խնդիր չի, հիմա մեր Վարդային և պորը ծաղիկները տանք, բայց ես վերջնական չեմ տալի քեզ, էլի։ Գիտես ինչ պետք է անենք, իրար հետ։ Կարող եք ծնվել հոգևոր աշխարհում, մեր գորի ծննդել շնորհավոր ծափերով հաստատեք, հաստատում եք ավեսով, չէ որ շատ եք սիրում ես գեղեցիկը։ Վեց երկար, սիրտս երջանկացել ջահելացել Սպասել են քեզ շատ երկար, վերջապես Ավեսով, ժիգյալով, մեր ժիգյալը ծույս տու, հա։ Թողլեցվի երկար Չգիտես, այդ ինչ գրկել ես։ Գորին թող, գորի ես էսա լավ նվեր եմ տալու, դիր գետին մատ գերք է, էլի։ Ես պահից կյանքում մեկ անգամ է լինում։ Օգտագործիր այդ պահը խնամ թող, բարեկամ ես։ Դիր գետին, դիր երեխուն դիր, ինքը ուրախանալու է, չէ։ Դե որ չէ, հիմա ես կանցնեմ Կարենի հետ միասին, լավ Կարենի հետ միասին չէ, Կարեն դու պահեցի։ Ուշադրություն, գորին Դիմավորում ենք երկրորդ գեղեցիկ անակնկալը։ Բալես դուս աշխարհ եկավ, հոգուս կյանք տվեց երկար Ես հետևի շատան ամրտել Հլո համարները տեսան։ Հա, չէ, գորը թվում նստի։ Արդար, դու նստի, դու Գորին Սպասել են քեզ շատ երկար, վերջապես աշխարհ եկար, մանկանչիչը թողլեցվի երկար Համարները տեսավ, համարները։ Շարունակում ենք ավվեսով, գեղեցիկ անակնկալ, հիմա գնում ենք Վարդան ախպոր մոտ, Վարդան բարեկամս, հա, գորին գրկի, էլի զույգերով միավորվեք ես լալում, այս սրահի մեջտեղը կայնեք բան եմ ասում։ Հիմա դուք կասկածներում եք անակնկալում տողմից կրնի, ասա չէ, դե որ չէ, այստեղ երկնային օր է այսօր, ծնվել եք երկնային աշխարհում, հետևաբար երկնայինի հետ կապ ունեցող Ուսվոր մեկն է, ու ինքը մարդ չի հլենդ է, հերն է սաղ ասին նա։ Կավորը շատ սիրում է ձեզ իրավորտնությունը ձեր ընտանիքի գլխից անպաշտած։ Կավոր արի գրկի, արի բարեկամս արի գրկին է Վարդանին։ Կավոր արի, կապ չեք տալ է։ Սիրտս երջանկացել ջահելացել Սպասել են քեզ շատ երկար
կանչիչը թող լսվի երկար Իսկ հիմա հենց այս պահին ընկերներ երկնային ու գեղեցիկ մի պար հատուկ ձեր ծննդի համար, երկնային ծննդի համար։ Շնորհավոր լինի, իսկ հիմա ներս ենք հրավիրում ճերմակ ու գեղեցիկ երկնային հրեշտակներին։ Ծափերով! Եվ ես պահի մեր նորամակրցյանների խնդրում եմ գան պարահրապարակի կենտրոն։ Մեր մկրտողները գալիս են այստեղ պարահրապարակի կենտրոն։ Եղիցին կամքո, որպես հերգինս և Լույսեր դու ես անդրծել լավ։ Ուր մեզ այսօր և քով մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողուկ մերոց պարտապանած և մի տանիրս մեր փորձություն, այն քրկյաց մեզի չարեն, սիքոյ արկայություն և զորություն և հարկ հորիդյան։ Շնորհակալություն Սավերը բարձր, հանձինը Սավերը բարձր, հարգարժան համոնական ընտանիքի, գեղեցիկ անակնկալների փունջի համար։ Համոր ունենք աշխարհը չունի, համորի միակ շիկյանով Սավերը ժողովում։ Հոպալա, ասեմ, ընկերներ, սա վերջներ մեր գնալու, մենք գնում ենք, դուք մնում եք լավ կերպ արեք բարեկամներ, Կարենն էլ ընտիր հանդիսաբար, սիրված ու հարգված, ծափեր տանք մեր Կարենի համար։ Շնորհակալ եմ բոլորից հետ։ Ես գնում եմ ավավ։ Լավ, արի խմենք։ Երբ որ մեր փոքրիկը կլինի 22 տարեկան, այն իսկական չի կապնեցնի։ Հարգանքներս։ Ես եմ մեր կամոր, հա։ Կամոր ջան, ճիշտ է, չէ, հնախոր։ Շնորհակալություն։ Ախմերական, խմենք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բոլորիս։ Շնորհակալ եմ։ Լսի, կերել եմ, խմամ, հելն եմ, սավը ծանեմ, շնորհակալ եմ, հաբրիս հրավերի համար, անկեմ։ Քավորի հետ մենք գնում ենք քավորական գործեր անելու, հարգելիներս, իսկ դուք մի կորցրեք, պահը լայքեք, իսկ մենք լավ բաներ ենք միշտ անելու, GLS ենք նվիրելու, հետո մեծ է, էլի, քավորն ասել է, 20 տարի հետո։ Պատվիրել անգամ Ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան